մենք իզուր ենք այս մարդուն այսքան հարց տալ, այս մարդը 3-4 օրից էլ իշխանության չի լինելու, նա արդեն զգալով իշխանության կորուստի վախը, մի քանի տեխնոլոգիական հնարքն է ուզում կիրառի, որպեսզի նա մնա մենակ, դեմոկրատիայի դեմ քայլեր անելով մնա մենակ, այս մարդը չի լինելու էլ իշխանություն, մեր ժողովուրդը իր քայլը անելու է։ Նախքան ընտրությունները հայտարարում էին Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամներն ու աջակիցները, մեկն էլ ավելի առաջ էր ընկել, հաջորդ վարչապետ չէ, դեռ նախընտրական շրջանում էր վարչապետ հռչակել։ Մեծարգո պարոն վարչապետ։ Շնորհակալություն։ Դու ամենալավն ես, վարչապետ ջան։ Ընտրություններն ավարտվեցին, Սամվել Կարապետյանի ուժը պարտվեց, հիմա էլ հայտարարում է, թե 10,000 դրամով թոշակները բարձրացան, դրա համար չհաղթեց։ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունենում կենսաթոշակի բարձրացում։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական բնույթի խնդիրներ առկա են։ Ակնհայտ է, որ 10,000 դրամով կենսաթոշակի բարձրացումը առավել քան սպասելի բարեփոխում էր։ Բայց այն ոչ թե տեղի է ունենում 2022 թվականին, ոչ թե տեղի է ունենում 2023 թվականին, ոչ թե տեղի է ունենում 2024 թվականին, այլ հենց 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին։ Եթե ընտրություններն իսկապես կեղծվել են եւ հանրությունը հաշտ չէ արդյունքների հետ, ինչու նախորդող 20 օրերի ընթացքում փողոց դուրս չեկավ։ Ինչու Երևանի կենտրոնը ողողված չէ անհաշտ քաղաքացիներով, հարցրեցինք ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակի երկրորդ համար Արամ Վարդևանյանին։ Պատասխանը ցնցող էր, թող ԿՊ-ն էլ փողոց դուրս գար։ Ես ուղղակի տեղեկացված եմ նրա մասին, որ հունիսի 8-ին հանրահավաք անցկացնելու համար այնպիսի մեծ վարչարարական պայքար էր գնում, աննախադեպ, որ հունիսի 8-ին քաղաքացիական պայմանագիրը կարանա հանրահավաք անի։ Ինչն էր խնդիրը։ Այսինքն ինչի չեղավ այդ հանրահավաքը, հաղթանակի հանրահավաքը։ Իդեպ քաղաքացիական պայմանագրի դժգոհության առիթը ուժեղ Հայաստանի եւ մյուս երկու կուսակցությունների կողմից բաժանված ընտրակաշառքներ, բայց Արամ Վարդևանյանն այստեղ խնդիր չի տեսնում, որովհետեւ գործով անցնում է 258 մարտ, ասում է նշանակում է զանգվածաբար չի բաժանվել։ Փետրվար ամսից Հայաստանի Հանրապետությունում գաղտնալսվել են հազարավոր անձինք։ Իրականացվել են հազարավոր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Իրականացվել է մասսայական ճնշում անձանց նկատմամբ, քրեաիրավական վարույթներով եւ մեղադրյալ են հանդիսանում հունիսի 24-ի դրությամբ, այսինքն հունիսի 7-ին հաջորդած ժամանակահատվածը ներառյալ 258 անձ։ Հիմա ուզում եմ հասկանամ, որևէ մեկը այլևս այս հայտարարությունից հետո կարող է խոսել նրա մասին, որ Հայաստանում եղել են զանգվածային ընտրակաշառքի դեպքեր 258 մեղադրյալի պայմաններում։ Ստացվում է, եթե իրենց զայն տված շուրջ 350,000 մարդ այս պահին գործով չի անցնում, ուրեմն որևէ խնդիր չկա։ Իդեպ իրենց հաջորդ վարչապետի թեկնածուն, որի գրպանում մի քանի երկրի անձնագիր կար, արդյոք պատրաստվում է հրաժարվել դրանց քաղաքացիությունից։ Հետաքրքրվեցինք, ինչ փուլում է, գուցե որ չստացվեց վարչապետ դառնա, հետ կանգնի իր որոշումից։ Վարդևանյանը հստակ պատասխան չտվեց։ Ինչպես հայտարարվել էր, նշված գործընթացը մեկնարկել է եւ այդ գործընթացը ընթացքի մեջ է։ Փախանձագին խնդրանք ունեմ ձեզ եւ այլ գործընկերների, միգուցե առիթից օգտվելով նաեւ դիմենք իրավապահ մարմիններին, Սամվել Կարապետյանի խափաման միջոց տնային կալանքը, որը ակնհայտ ապօրինի է եւ տարուց ավելի է մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը նախադասության համար է այդ ամենը, կլինի որ փոխվի, այդ ժամանակ ձեր հարցերը բոլոր լուծված կլինեն։ Իսկ թե այս ընթացքում ինչ աստիճան այլ գործողություններ կատարվել են, պարզապես կարծում եմ ողջամիտ է ասելը, որ դրա մեջ կա նաև անձնական որոշակի տվյալներ։ Իսկ անձամբ ինքը մանդատ կվերցնի։ Թիմի որոշումը ես հարգելու եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։